Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ։ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը հանդիպմանը կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի շարունակականությունը։ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարների ձևաչափը հետաքրքիր է, նշել է Փաշինյանը։ Բաքուն եւ Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն, Կայա Կալաս։ Ակնկալում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանագրի արագ ստորագրումը, Ֆոն դեր Լայեն։ Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, Մակրոն։ Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի եւ Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների, Ռուստեմ Ումերով։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները պետք է ինքնուրույն որոշեն պատերազմի եւ խաղաղության հարցը, Ֆիդան։ Իսրայելը Բաքվում ուղիղ եւ միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի եւ Թուրքիայի պաշտոնյաների հետ։